Ես էլ մեր տնական անարատ կովի մացումն է, սերվերին, տենում ես ինչ լավ է, քաղաքի մացում չի, որ զտածելի։ Դու դες խաթր պահում ենք, որ անարատ մացում ուտենք, ճշում ես չբծրանա։ Այ մի հյուրասիրում եք, 25 հոգ բեր։ Հյուրասիրում եք, երեխեք ջան, մեկ ամաչի։ Այսպես սերվրային ու շաքարավազով համեմված հյուրասիրությամբ սկսվեց մեր առաջին ծանոթությունը պարոն Կամոյի եւ ընդհանրապես Գուգարք բնակավայրի հետ։ Լոռեցու ու հատկապես պարոն Կամոյի տանը երբեք քեզ թույլ չեն տա զգալ, որ հյուր ես։ Առաջին իսկ վայրկյանից դառնում ես իրենցից մեկը։ Ու մինչ մենք փորձում էինք սեփական քիմքով ծանոթ-թեթևանել Գուգարքի գյուղական ու քաղաքի խանութներից մեր գնած մածունների բիոքիմիական ու համային գաղտնիքները, նաեւ հասցրեցինք պարզել, որ Գուգարքում ու հատկապես այս տանը ոչ միայն լոռեցիավարի հյուրասերն, այլ նաև մեր հեռուստաընկերության հաղորդումների հավատալիմ հետևորդներն են։ Մենք ձեր հաղորդումները տեսնում ենք, շատ ուրախանում ենք, ծիծաղում ենք, բաներ կադրեր կա, որ ծիծաղելու պահաստեղծը մենք էլ ուրախանում ենք, ծիծաղում։ Բարա մարդիկ կնիցենք դրանով մեկ-մեկ զբաղվում ենք։ Իրականում պարոն Կամոն մեզ իր տուն հրավիրելիս նախապես էր զգուշացրել, մինչև իր ձեռքով չի հյուրասիրի եւ իր տան պատիվ տալը չցուցանի, ոչ իր տնտեսությունը ցույց կտա, ոչ էլ հարցազրույց։ Դե մենք էլ այլընտրանք չունեինք ու քանի որ վերջին տարիների մեր փորձը հուշում է հատկապես գյուղական վայրերում, եթե մերժում ես հյուրասիրությունը, իսկապես անկեղծ զրույց չի ստացվում։ Ուստի սիրով ընդունեցինք Կամոյի այս նախապայմանը։ Սեղանի շուրջ սկսված թեթև ու կատակներով լի զրույցը տեղափոխում ենք անասնագոմ։ Պարոն Կամոյի տնտեսությունը շատ փոքր է, ինչպես ինքն է ասում, ավանդույթի ուժով է պահում։ Հետո նաև զուտ նրա համար, որ վերջնական քաղաքացու կենցաղը իր տուն չներխուժի։ Էս էլ իմ կովերն է, կովնա, մուզիա, ցուլիկա։ Էսա ջուրտամ թող խմեն։ Կավա ծարավել են։ Ատեմ խմում ես։ Էս ցուլիկա, էս էլ է ցուլիկ։ Մեծացնում եմ, որ դառնան 150 կիլո միս վաճառեմ։ Ես էլ ինվալիդ կով այս մեկն եմ թողել, քանի որ նախրշի չկա, հենց այդ գովում կապած մնալու է։ Սաթոր ջան, թող ուրխանան երեխեքը։ Մի ժամանակ ընկանաս ես և մի կովեին։ Չփոխվեց։ Ես պատերազմը փոխեց։ Ինչ ասեմ այ երեխեք, հերիք հայ գնացինք, հավես չկա։ Այդ պրոստը խաթներ չկոտրեց։ Այս կարճ ու կիսատ թողած նախադասության մեջ ամփոփվեց այն ամենը, ինչը պարոն Կամոն չցանկացավ բարձրաձայնել։ Մենք չփորձեցինք փորփրել այդ ցավը, պարզապես հասկացանք, որ այսօրվա Գուգարքում մարդիկ հաճախ հողին ու անասնապահությանն են կպչում, ոչ միայն շահույթների, հաճախ նաև սեփական վիշտը գործի, զբաղմունքի մեջ խեղդելու ու սփոփան գտնելու համար։ Հակառակը խելագարվել կլիներ։ Այ ապրեք, հա։ Լավ է եկաք, թե չէ։ Այս գործը սաղ մնալու էր։ Մի կսիտեք հերապան, էտ անդեր աշխատեն, աբրախեցեք Այստեղ ամեն ինչ հստակ է, հյուրասիրությունը իր տեղում, զրույցը իր տեղում, բայց գործը առաջին տեղում։ Խոտ հավաքելը գյուղացու ամենափոքր հոգսն է։ Իրական դժվարությունն այն է, երբ ամբողջ տարվա չարչարանք դու ապրուստի միակ միջոցը հալվում է աչքիդ առաջ, ու դու անզոր ես լինում ինչ-որ բան փոխել։ Գուգարքում, ինչպես եւ ողջ հանրապետությունում, անասնապահությունը հարվածի տակ է։ Հիվանդությունները մեկը մյուսի հետևից դատարկում են գոմերը, իսկ պատվաստումներն ու բուժումները հաճախ ձևական են, պարզապես թղթի վրա են գրվում։ Մի օր էլ կտեսնես կամազներով կգան, թե ձեր անասունները հիվանդ են, բարձեն կտանեն անհասցե ու չես էլ իմանա, թե ինչ անես։ Անասունները հիվանդանում են դաբաղա, բանա, կամ սրսկը մեղավոր չի, դեղերը ես իմ կապիտանի չի, անվորակ դեղերը սրսկը մեն, բայց այդ նույն հիվանդությունն էլի կրկնվում է։ Անցյալ տարի լրիվ Հայաստանով մեկ դաբաղը տարածված էր։ Անասունների կեսը շատը սատկեցին։ Մարդիկ չկարողացան բուժեն։ Ով է որոշում, թե ինչ պատվաստանյութեր ներկրվեն Հայաստան։ Ստուգվում են արդյոք այդ պատվաստուկները, ենթարկվում են փորձաքննության, թե ոչ։ Գուգարքում տեղյակ չեն։ Մի բան գիտեն միայն, որ եթե այդ պատվաստանյութերը որակով լինեն, տարափոխիկ հիվանդությունները մեկը մյուսին չեն հաջորդի ու աղետի չեն ենթարկի գյուղացիական տնտեսությունները։ Ահա քեզ աղքատության պատճառ, ահա քեզ արտագաղթի պատճառ, գյուղը լքելու պատճառ։ Եվ նաև այս անպաշտպանվածությունն է, որ ստիպում է գյուղացուն հրաժարվել իր հիմնական ապրուստի միջոցից։ Պարոն Կամոն լավ է հիշում, որ մի ժամանակ անասնաբուժությունը երկրի ամենապատասխանատու ոլորտն էր։ Այնպիսի խստություններ կային, որ մենք ջահելներս չենք էլ պատկերացնի, բայց կար նաև արդյունքը։ Գյուղացիական անասնահոտը անվտանգ էր, հիմա այս հարցում անտարբերություն է։
Ժամանակին այս գյուղը առաջատար էր թե հողագործությամբ, թե անասնապահությամբ։ Այսօր Գուգարքը այս առումով դարձել է քաղաքատիպ մի բնակավայր։ Վանաձոր համայնքի կազմում, բայց մի ժամանակ ինքն էր շրջկենտրոն, որտեղ հիմա մատների վրա կարելի է հաշվել անասուն պահողներին։ Մեր հյուրընկալողի գոմն էլ ժամանակին ավելի հարուստ էր։ Դեռ ավելին, նա ու կինը տարիներ շարունակ դիմացի սարերի, յայլյաների վետերաններն են եղել։ Գիտեն անասնապահության ամեն մի նրբություն, բայց այսօր փորձառու գյուղացին ստիպված է կրճատել իր տնտեսությունը, որովհետև աշխատանքն ու եկամուտը վաղուց արդեն իրար հետ լեզու չեն գտնում։ Բայց ես գոմուրիշ գոմներ կայնել ալիքներ, խոզեանել, ամեն ինչը պահել ենք։ Պրոստը չի արդարացնեմ։ Միսը մորթը մեզ որ տանես շուկա, ուզում ենք ձերիսդ խլեն։ Եթե միամիտ մարդել ես կտկրորեն, էլ ինչ ասեմ եսա։ Մարդիկ մենակ անասնապահան որ պահամ ամիսը 6000-7000 դրամ ուզեմ։ Հաշվարկին անում ձեր չտալի պթարիեցին։ Գնան միտեղ օրը 3-4000 դրամի աշխատեն ավելի ձեր կատարիք հանց Կով կթեն թրիգ մաքրին, պրոստը մեզ մարդեմ յոլա եմ տանեմ։ Կաթիգին պաշպան էին, որ մարդիկ պահեին։ Այստեղից քաղաք տան մեկ հատ հանձնեմ 130-140 դրամ։ Կես լիտր հանքային ջրիցնել է ժան, էլ ինչ ասեմ։ Այն ժամանակ ինչքան տուն կա ամեցին երկու հատ գցի, իսկ մի վերևից ինչի կարող է մի 10 հատ հազիվելի։ Չկա, չեն պահում։ Ինպես այս ինվալիդները մի քիչ յոլա են տանում։ Այն, որ անասնապահությունն այսօր ջրի արժեք ունեցող չարչարանք է դարձել, փաստ է, բայց գյուղում խնդիրներն ավելի խորն են, քան միայն կաթի կամ մսի էժան գինը։ Եթե ժամանակին այստեղ յուրաքանչյուր ցիս հողը մշակվում էր, այսօր պատկերն այլ է։ Քանի որ պարոն Կամոն ճշմարտախոս է, կասի նաև ամենադառը ճշմարտությունը։ Գյուղի ամայացման հարցում մեղավորները շատ են, սկսած վերնախավից վերջացրած հենց գյուղացիներով, որոնք աստիճանաբար օտարվում են իրենց իսկ հողից, ու դա միայն այս կառավարության մեղքը չի։ Ես վերևը նայեք Այդ վերևը լրիվ, ես իմ քանի հեկտար տեղա, սենց ես ձևի չեմ կարող բացատրեմ, քանի որ սարին կողմն դաշտ է, ու մեր լրիվ սարերն էլի դաշտերը, մը նման մշակի, ոչ մի բան չենք մշակ, ոնց գարի, ոնց սոր, ոնց կարտոշկա, գյուղացին հավ չի պահում, համ գյուղացին է մեղավոր, համ վիրի խավը, մի լավ վիրի խավը այդ ձևի է, չի անեմ, գոյնա գյուղացին ямա 5 հատ հավ պայի, գոյնա ձուն, չարնի, բայց էդ էլ այդ ձևի է։ Կարտոշկա մի փուչուր տեղ ցանի, իրա կարտոշկեն ունենա, չեն անեմ։ Մարդիկ լոդրացել են կոմպյուտերի, խելքները տվել են կոմպյուտերին, հեռախոսին ու դրանով ապրում են։ Գյուղացիներին մեղադրում է, բայց նաև հասկանում է, որ սովորական մարդը առաջնորդվում է որտեղ հաց, այնտեղ կաց սկզբունքով։ Ուրեմն որտեղ է այդ թերացումը, ինչու է այդպես։ Վերևներում, ասում է պարոն Կամոն, հիմա տեսեք ինչ է կատարվում։ Երևան գնաս, էլ չես էլ ճանաչի, ամեն բակում, ամեն մի անկյունում հնարավոր ու անհնար շենքեր է, որ կառուցվում են։ Ու կառավարությունն էլ այդ կառուցողներին տարբեր արտոնություններ է տալիս, իսկ բնակարան գնողներին վերադարձնում վարկի մի մասը։ Հենց այս տների հույսով է լույսի վրա գնացող պրպենակների նման գյուղերը դատարկվում են երիտասարդներից։ Դե հիմա պատկերացնենք, որ կառավարությունը վերջ տա Երևանն այլանդակելուն ու այդ գումարները հավաքի ու սկսի գյուղական բնակավայրերի վերակառուցումը բոլոր պայմաններով։ Կամաց վերածի քաղաքատիպ ավանների, խրախուսի ժամանակակից գյուղատնտեսական բիզնեսը, հանգստի ու ժամանցի հնարավորություններ ստեղծի։ Էլ ինչու պիտի ջահելը ձգտի Երևան։ Ժամանակին գյուղարքը ծաղկուն գյուղ էր, ծաղկը մեր կարի ֆաբրիկա ունեինք, գյուղատնտեսությունը զարգացած էր, ֆերմերներ կար աշխատում էին սովետի ժամանակ, քանի ֆերմա ունեինք, մարդիկ աշխատում էին, ստեղծում էին, հիմա ոչ մի բան չկա, կարի ֆաբրիկան փակվել է, լրիվ կանայք տան նստած են, չարժած տղամարդիկ։ Ու վերջ, ինչ ասեմ։ Ամեն ինչ զարգացած է, զարգանում է, իսկ մի հետ ընթացա։ Բայց արի ուտես, որ հետընթացը միայն տնտեսական չէ, այլ հոգեբանական է։ Գուգարքը, որ ժամանակին իր կարի ֆաբրիկայով ու ֆերմաներով կերակրում էր հարյուրավոր ընտանիքների, այսօր փորձում է հարմարվել քաղաքի թաղամաս լինելու մտքին։ Պարոն Կամոյի տանից ճանապարհը մեզ բերում է գյուղամեջ, որտեղ մեզ սպասում էին բնակավայրի ամենաակտիվ մարդիկ։ Սա այն վայրն է, որտեղ գյուղի նիստուկացը բոլորից լավ գիտեն, ու որտեղ թարմնորություններն ու հին հիշողությունները խառնվում են իրար։ Գուգարկցիների համար համայնքային խոշորացումը դեռ միայն թղթի վրա է, որովհետև իրականության մեջ քաղաքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են իրենց չլուծված խնդիրները։ Նշենք, որ գյուղը մարզկենտրոն Վանաձորից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է։ Ասել է, թե տպավորությունը այնպիսին է, որ Վանաձորի ծայրամասային թաղամասերից է։ Մեր գյուղը ելել է լավ, շատ լավ գյուղ։ Շատ լավ գյուղ ելել։ Այս վերջում է, որ միացել են քաղաքին, անտեսել են։ Հերիք հատկանը։ Դե որովհետև քաղաքը միջև են զապրավկին, անդե այս դենը ասֆալտ չկա,
ընդեղից դեսը կանալիզացիա չկա, ընդեղից դեսը մակրով չկա, ընդեղից դեսը ոչ։ Երկրաշարժից հետո նոր են մանկապարտեզ շինեմ, ամենակարևորը։ Դպրոցը երկրաշարժի տարվանից նոր ընդեղ չեխերի դպրոց են ասում, դոմիկը մեն երեխեքը դասի գնա։ Կրքերը բորբոքվում են, երբ հերթը բնակավայրի ամենախնդրային հարցին է վերաբերում։ Եթե դպրոցի ու ասֆալտի բացակայության հարցը բնակիչները դեռ ինչ-որ կերպ համբերությամբ են տանում, ապա կենցաղային այս մղձավանջը համբերության բաժակը վաղուց է լցրել։ Գյուղի զարկերակը համարվող կոյուղատարերը տասնամյակներ շարունակ վերածվել են վարակի ու գարշահոտության աղբյուրի։ Տարիներ շարունակ տարբեր դռներ են թակել, հուսադրել են, խոստացել, բայց ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում։ Ընտրությունները եկել գնացել են, սպիտակ ու կարմիր դրոշներով, մուրճով կամ զուռնադհոլով թեկնածուներ են եկել գնացել, իսկ ուղարկում մարդիկ շարունակում են ապրել հակասանիտարական պայմաններում։ Երկու փողոցով կոմունիկացիան գնում է, ուրեմն փողոցն է թափում, այդ գարշել, այդ գարշանքը սաղ տներն է թափում։ Չենք կարում ծրագրի մեջ մտցնենք, որ այդ կոմունիկացիան պակաս հարթ չի, որ այդ կանալիզացիան Զասարյանյանում Երևանից է մաշինա գալի, որ ստեղ բրգի մեզ։ Շաբաթներով այդ կեղտը փողոցները թափած սաղից տներն է թափում։ Մարդիկ էլ անասունի էլացը լքցնում են կանալիզացիայի մեջ, գալիս է Զասարի տանում թենց Լուծումը ո՞րն է դրա, այսինքն ինչ պիտի անեն, հազար նորից շինեն, ճիշտ ճամփով տանեն, թեքությունը լավը չի, ուկլոն չունի, թեքությունը լավը չի, կեղտը մնում է լրվան, ու թենց ընգնում գետնի երես։ Եվ քանի դեռ նոր կոյուղատարների հարցը մնում է օդից կախված, բնակավայրի օդը շարունակում է հագեցած մնալ տարիների անտեսվածության հոտով, բայց սա միայն բողոք չէ հանում բողոքի, սա ապրելու տարական պայմանների կոչ է, պահանջ իշխանություններին, որ Վանաձորից մի քիչ էլ դեպի իրենց կողմ գնան։ Ընդամենը 3 կիլոմետր ու տեսանելի կլինի այս սանիտարական աղետը, որից ամենաշատ տուժողը նոր սերունդն է։ Պարզվում է նաև, որ գյուղի դպրոցական շենքի պայմանների պատճառով երեխաներից շատ-շատերը նախընտրում են քաղաքում դասի գնալ, որն էլ իր հերթին մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդիր է առաջացնում, ասում են բնակիչները։ Լավ բաներ կան, են չի որ դրած է սա որը բողոքը, մենք էս չկա, են չկա։ Որ մի քիչ էլ հետևան լավ նայեն վատ չի լինելի։ Նամանավան երեխեքը դպրոց գնալու, մանկապարտեզ գնալու, տրանսպորտ առավոտները նագրուսկի տակ չեն կարամ երեխեքը երեխանց շատ մասը քաղաք են դասի գնալ։ Քաղաք են դպրոց ու դասի հաճախում, որովհետև գյուղում դպրոց գնալն էլ հեշտ գործ չէ։ Նախ ինչպես տեղացիներն են ասում, երկրաշարժից հետո մինչև հիմա գյուղը մի նորմալ դպրոց չունի։ Տնական մի կառույց է, այն էլ գյուղի ծայրամասում, որտեղ հասնելը նույնչափ դժվար է, որչափ Վանաձոր հասնելը։ Մի խոսքով խնդիրներ ու խնդիրներ, բայց նույնիսկ այս պայմաններում գուգարկցին չի դադարում մտածել արարելու մասին։ Գյուղամիջում հավաքվածների հորդորն ու պահանջը հստակ է։ Տվեք մեզ հնարավորություն, նախ եւ առաջ գյուղատնտեսական մեխանիզմներ, որպիսի կարողանանք կանգնել մեր հողին, քանի որ գյուղացու համար աշխատատեղը ոչ միայն ապրուստ է, այլև հայրենիքի սահմանն ամուր պահելու ապացուցված ձև։ Մեխանիզմը լեր հողերը մշակի են, հողերը չեն մշակը։ Գյուղատնտեսությունը զարգացեք, գյուղատնտեսությունը զարգացեք, աշխատատեղը լի, աշխատեն գյուղատնտեսությունը զարգանա, որ մեր սահմաններն էլ զարգացնեն պահեն։ Այստեղ հավաքվածները հիշում են ժամանակներ, երբ իրենց գյուղի վարպետների ու շինարարների համբավը հասնում էր մինչև մայրաքաղաք, իսկ երկրի առաջին դեմքերը պատիվ էին համարում նստել ու զրուցել իրենց հետ։ Հիմա ոչ ոք չի հիշում, թե վերջին անգամ երբ է գյուղ որևէ պաշտոնյա եկել ու փորձել լսել իրենց, մի բանում էլ ձեռ բռնել։ Այսօր նրանք սա են ակնկալում՝ լինել լսված, չլինել անտեսված, որովհետև հեռվից կատարված աշխատանքը հաճախ հենց գյուղի ճանապարհների պես կարճ կյանք է ունենում։ Կարեն Դեմիրճյանը, երբ որ հանրապետության նախագահն այլ ժամանակին եկել աստեղ մեծամարդ հետ նստել շատ հավեսով խոսակցություն ունեցել, մեր գյուղը ուստեք շատ է ունեցել, պատդիրներ, շինարարներ, դաժե Հրազդանի ստադիոնը շինելու մեր գյուղից քանի մարդ է գնացել, արել են, հմիկ որ լավ կլի, կառավարությունից դժգոհ չենք, թող լավն են, ամեն չի կարելի բողոքել, բայց թե գան ստեղել գան տենան ինչ է կատարում, այդ ասֆալտերն արել քանդվում է, այդ քանդվում է, անցյալ տարի ավելին արդեն քանդվում է։
Ասֆալտի խնդիրը մեր նոր անդրադարձի առիթ է, քանի որ ուր գնում ենք, բողոքում են 2 տարի առաջ արված, անգամ անցյալ տարի արված ասֆալտացած կույթի քանդվելուց, բայց նույնիսկ քանդվող ասֆալտի ու չլուծված հարցերի կողքին Գուգարկցին չի կորցնում իրեն բնորոշ անկեղծությունն ու մարդուն գնահատելու կարողությունը։ Գյուղամիջի զրույցներում քննադատությունն ու շնորհակալությունը կողք կողքի են, իսկ ամենակարևորը իրենց խոսքով Վադդուշի ասված խոսքն է բոլոր նրանց հասցեին, ովքեր թեկուզ մի փոքր աջակցություն են ցուցաբերում իրենց շատ մեծ խնդիրներին։ Շատ մի մոդեցից նկարել է։ Ate շանչն դալար խեր։ Այ միջինա պետք։ Կարևորն է նա դուշի ասենք էտա թե չէ։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Գուգարքից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։